Եվ այսպես Հայաստանը թուրքական պետությունների կազմակերպության պակասող տար հարգելի հեռուստադիտողներ, եկեք ձեր համար KGB-ի նոր ագենտ ենք ճարել, այս անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ինչու ենք այսպես ասում։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարբերաբար մեկնաբանելով տարբեր քաղաքական գործիչների, հասարակական գործիչների, վերլուծաբանների, փորձագետների կարծիքն առան, որ իշխանությունների ընտրած ուղին, որը ֆորմալ առումով ասում է, որ մենք գնում ենք դեպի Եվրոմիություն, տանելու է մեզ դեպի թուրքական աշխարհի ինտեգրումը, բոլոր գործիչներին Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ իրենց սպասարկող շրջանակները մեծամասամբ անվանում են KGB-ի գործակալներ։ Այս նույն տրամաբանությամբ մենք կարող ենք ասել, որ օրինակ Եվրասիական կենտրոնի փորձագետ Բրիաննա Տոդը ռուսական KGB-ի գործակալ է։ Ինչու ենք մենք այսպես ասում։ Վաշինգտոնյան ամենահզոր, ամենահայտնի, ամենաազդեցիկ ուղեղային կենտրոններից մեկը Atlantic Council-ը նոյեմբերի 20-ին հետաքրքիր քննարկում էր կազմակերպել, որի առանցքում Թուրքիան էր, թուրքական գործոնը, Թուրքիայի ազդեցությունը կենտրոնական Ասիայում, Թուրքիայի ազդեցությունը հարավային Կովկասում եւ վերոհիշյալ փորձագետը Բրիաննա Տոդը ի թիվս այլնի նշել է հետեւյալը, որ իրականում անհրաժեշտ է կենտրոնական Ասիան եւ հարավային Կովկասը դիտարկել որպես մեկ ամբողջական մի երևույթ, ավելին նա նաև նշել է հետևյալը, որ նա կուզենար տեսներ Թուրքիայի առաջնորդությունը այն հարցում, որ թուրքական պետությունների կազմակերպությանը միանար Տաջիկստանը, բայց եւս այստեղ ինչն էր կարևոր, նա ասում է, որ Հայաստանը եւս այն տարրն է, որը պակասում է թուրքական պետությունների կազմակերպության, կրկին ասենք, ամերիկյան, վերլուծական, կարևորագույն կենտրոններից մեկում տեղի ունենում քննարկում, որին մասնակցում է եւս մի կենտրոնի փորձագետը, որը ճիշտ է քննարկման սկզբում նշում է հետևյալը, որ ինքը ճիշտ է տարբեր կազմակերպություններ է ներկայացնում, բայց նա անձնական կարծիքն է այս պարագայում ներկայացնում, ու գիտեք, Նիկոլ Փաշինյանը վերջերս ինչ էր ասում, չէ, որ կառավարությունը ես եմ եւ կառավարության մեջ չեն կարող լինել տեսակետներ, որոնք տարբերվում են իր տեսակետներից, նույնն էլ վերաբերվում է ցանկացած այլ տիպի փաստացի կառույցին, հատկապես այս տեսակ ամերիկյան կառույցներին, անհամատեքստում, որ եթե Բրիաննա Տոդի կարծիքը չհամապատասխաներ ընդհանուր քաղաքականությանը, ընդհանուր մոտեցումներին, բարդ է պատկերացնել, որ նա երկար կկարողանար հենց այդ կենտրոնում աշխատել։ Հիմա այս համատեքստում, Բրիաննա Տոդի գնահատականների համատեքստում փորձեք դիտարկել թրիպը, փորձեք դիտարկել Թրամփի ուղին, փորձեք դիտարկել Ադրբեջանից եկող գնահատականները առայն, որ Հայաստանով անցնելու է Զանգեզուրի միջանցք, որ այդ Զանգեզուրի միջանցքը հարավային Կովկասը կապելու է կենտրոնական Ասիայի հետ եւ տրամաբանությունը ընթացող գործընթացների ձեզ համար պարզ կդառնա։ Ավելին, տեսեք, եթե իրենք նշում են, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է մաս կազմի թուրքական աշխարհի, ապա այստեղ նաեւ մենք պետք է հասկանանք հետեւյալը, որ Հայաստանը, եթե չազատվեր Արցախի հանրապետությունից, եթե չլիներ Արցախում պատերազմը, եթե չլիներ էթնիկ զտումը Արցախում եւ Արցախը չանցներ Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստանի հանրապետությանը թուրքական պետությունների կազմակերպությունում ոչ ոք չէր ընդունի, ոչ ոք չէր դիմավորի, առաջին հերթին, որտեղ Թուրքիան դա առաջատար կազմակերպությունն է, այդ առաջատար պետությունն է այդ կազմակերպությունը, իրենք էլ քանիցս նշել են, որ Արցախը ադրբեջանական տարածք է։ Այս համատեքստում, երբ որ դու դիտարկում ես գործընթացները, դու հասկանում ես հետեւյալը, որ ըստ ամենայնի պատերազմը Արցախում դա այն նվազագույն գինն էր, որը Հայաստանը պետք է վճարեր, որպեսզի հնարավորություն ունենա մաս կազմել թուրքական պետությունների կազմակերպությանը, քանիցս մեր տաղավարում ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը տանում են դեպի թուրքական աշխարհի ինտեգրում եւ եթե սրանից առաջ ոմանք կարող էին ասել, որ սա դավադրության տեսություն է կամ սա կարող է պայմանավորված լինել իշխանությունների նկատմամբ դրական կամ բացասական վերաբերմունքով, ապա մենք տեսնում ենք, որ սա պարզապես կարծիք չէ, այսա լուրջ ուղեղային կենտրոնների կողմից առաջ քաշվող տեսլականն է եւ երբ որ մենք խոսում ենք տեսլականների մասին, պետք է նշենք հետեւյալը։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ իր ճեպազրույցների ժամանակ հետևել միտքն է առաջ տանում, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են լինելու այն համատեքստում, թե ինչ ապագա ենք մենք ընտրելու Հայաստանի Հանրապետության համար, ինչ ապագա է սպասվելու Հայաստանի Հանրապետությանը, Նիկոլ Փաշինյանը նույն բյուջետային քննարկումների ժամանակ նշում էր հետևյալը, որ քաղաքացիների ընտրությունից է կախված մենք կրկին վերադառնալու ենք ֆորպոստի տրամաբանությանը, թե շարունակելու ենք
զարգացումը վերջերս էլ համալիրում մարզահամերգային համալիրում տեղ ունեցած համաժողովի ժամանակ ասում էր, որ իրենք պայքարում են դրա համար, որ Հայաստանը 100, 500, 1000 տարի դեռևս կարողանա շարունակի գոյություն ունենալ, բայց ամերիկացի փորձագետի հայտարարության համատեքստում մենք պետք է հասկանանք հետևյալը. եթե 2026 թվականին ներկայիս իշխանությունները կարողանան վերարտադրել իրենց իշխանությունը, ապա իրենք գնալու են անհրաժեշտ մնացած բոլոր զիջումներին, որպեսզի հնարավորություն ստեղծվի Հայաստանի Հանրապետության համար ինտեգրվել թուրքական պետությունների կազմակերպությանը, բայց սա արդեն չի լինելու այն Հայաստանը, որում մենք բոլորս ապրում ենք, որին մենք բոլորս սովորել ենք։ Ուստի 26 թվականի ընտրությունները իսկապես բացին այնց, որ կարևոր քաղաքական եւ աշխարհակաղակական բնույթ ունեցող երևույթ է լինելու։ Սա նաեւ որոշակի առումով փիլիսոփայական ընտրության արժեվ է հայ ժողովուրդը կանգնած լինելու շարունակել մնալ Հայաստան, թե դառնալ մի միավոր, որը կարող է մաս կազմել թուրքական պետությունների կազմակերպությանը, որի առաջատարը Թուրքիան է եւ որում հենց որտեղ Հայաստանին տեսնում են ամերիկյան որոշ շրջանակներ։ Մտածեք այդ մասին։